Արծրունին, ողորմի Իրանի իհարկե դժբախտաբար մեր հետ չի եղել, բայց մոտեցել էր Արարատին Մելնեի միջոցով եւ իր հոր անունով ուզեցել էր նվիրատվություն լինի մեր կազմակերպության, որովհետեւ ծանոթացել էր, որ ինչ աշխատանքներ Արարատ տանում, հատկապես երեխեքի հետ եւ տարվա շրջանին այս բավական մեծ նվիրատվությունը եղավ Արարատին, այն հույսով, որ կարողանանք օգտվենք այս նվիրատվությունը, որ ավելի քան երեխեքին կարողանանք Արարատի միջոցով օգնել եւ այս հայ մթնոլորտում պահենք։ Մենք երկուսս ես եւ Ռուբինան այդ բախտը ունենք, որ կարողացանք թվնենք գնանք Ռինո, այնտեղ որ Հուշիկին ապրում է եւ կարողանանք ծանոթանանք հետը, իհարկե դժբախտաբար չկարողացավ ինքս տեղ լինի եւ տեսնի պլակը, որտեղ իր համար շատ կարևոր էր մենակ իր հոր հուշը պահելու համար, որտեղ այնքան որ կարդացել եմ, այնքան որ իրանից լսեցին, բավական բարի մարդ եղել է իր լրի կյանքի մեջ, օգնելով շատերին։ Կուզեմ նա այդ առիթ տամ, որտեղ մենք անգամ առիթ ունեցինք հանդիպանք, բայց կուզեմ այդ առիթ տամ մայրենեն Հուշիկի մասին, maybe մեզի ասի, որտեղ շատ դժվար է, որ անծանոթ մի հոգի ոչ արարատական այս մեծ քայլը վեցրած էր մեր կազմակերպության համար։ Հուշիկի մասին հետաքրքիր, շատ հետաքրքիր մեկին էր, որ իր լրիվ կյանքը, այսինքն ես իր մահից հետո որ գնացի իր տունը, մեր հատ լրիվ չամադանի մեջ իր նամակները իր հորը եւ իր հոր նամակները իրան։ Եվ մետեղ ինքը գրել էր, որ իմանում եմ ես ինչ պիտի անեմ իմ կյանքում։ Եվ իր նպատակը հենց այդ է, որ իր հոր հիշատակը վառ մնա։ Եվ այդ օրվանից ինքը պիտի ասեմ, իր լրիվ կյանքի նպատակը էս է։ Չեմ անում, ինչ ասեմ, իսկապես ես մամի միջոցով իր հետ ծանոթացամ, որտեղ պարոն Արծրունին մամիս հարևանն էր, և այդ միջոցով ծանոթացանք, իսկապես մարդ կյանքի մեջ քանի անգամ բախտ է ունենում, որ մեր մարդկանց հանդիպի, որ իր կյանքը փոխվում է դեպի լավը, և Հուշիկը դրանցից մեկն է։ Ես որպես ընկերուհի իրան շատ իմ սիրում և արժեքավորում եմ։ Հիմա ինքը չկա, բայց տեսեք ինչքան ուրիշ ընկերներ ունեմ։ Շատ մերսի ամենիցդ, որ համբերությամբ իչ հետ գործում եք և Հուշիկի նպատակը ձեր նպատակն եք դարձրել։ Շատ մերսի։ Մերսի, որ մեզի վստահել եք։ Մերսի Հուշիկին, որ Ձեզանից ասցել են այո։ Միակ հոգին, որ ճանաչում է պարոն Արծրունին։ Հա, պարոն Արծրունին շատ էր սիրում։ Ես կարող եմ հարցնել։ Իհարկե։ Հուշիկի մասին շատ լսացինք իր ֆիլանթրոպի նվանը։ Իմ համար գոնե եւ կարծում եմ այս ամասչան համար քիչ ավելի շատ պարոն Արծրունից իմանանք։ Պարոն Արծրունին ուրեմն կոտորածի ժամանակ իր հորը կորցրել է եւ իր մայրը եղել է, բայց որևէ պատճառով իր մայրը իրան տվել է ամերիկյան որբանոցին
Եվ ինքը այդ որբանոցում աշխատել է, որովհետև շատ խելացի մեկն ա եղել, որբանոցի ուսուցիչներից մեկը իրան ասել է, որ դու շատ խելացի ես, մեկ հատ Ամերիկայում համալսարան կա Հարվարդ անունով, ինչու այդտեղ չես դիմում, շատ լավ կդիմեմ, դիմել է և ընդունվել է, և Հարվարդում International Law և Politics ու բան ավերջացրել, բայց ինքը մենակ հետարքրված այլ է հայկական խնդիրներով և լրիվ աշխարհը որտեղ որ ինչ-որ ժողով կար իրան հրավիրում էին գնում էր, վերջը Պարսկաստանը